Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը երեկ իր ֆեյսբուքյան էջում հայտնել էր, որ մայիսին հայկական 3 ընկերություններ 2 տարբեր երկրներ են արտահանել միլիոնավոր դոլարների հասնող հայրենական արտադրության զենք։ Հայրապետյանի հայտարարությունը քննադատել էր Ռազմարդյունաբերական կոմիտեի նախկին նախագահ Ավետիք Քերոբյանը, պնդելով, որ Հայաստանից ռազմական տեխնիկայի արտահանում եղել է նաև նախկինում։ Ըստ Քերոբյանի դեռ 2015 թվականին տեղական ընկերություններից մեկը մի քանի միլիոն դոլարի հասնող բարձր տեխնոլոգիական ռազմական տեխնիկա էր արտահանել ՆԱՏՕ-ի անդամ երկիր։ Այսօր կայացած ասուլիսի ժամանակ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը ներկայացրել է մանրամասներ, ընդգծելով, որ խոսքը ոչ թե բաղադրիչների կամ երկակի նշանակության արտադրանքի, այլ Հայաստանում մշակված եւ արտադրված վերջնական ռազմական արտադրանքի արտահանման մասին է։ Ես կարող եմ ասել այն տեղեկատվությունը, ինչին ես ինքս տիրապետում եմ, որ արտահանում եղել է, բայց այդ արտահանումը եղել է կամ քաղաքացիական կամ երկակի նշանակության արտադրանքի, ինչպես նաև եղել են օրինակ X համակարգի ռազմական արտադրանքի X համակարգի բաղադրիչների արտահանում, օրինակ պայմանական դա կարող է լինել հոբ համակարգերի, բջիջների կամ ինչ-որ կոմպոնենտների արտահանում։ Իմ հայտարարությունը վերաբերում է վերջնական ռազմական պրոդուկտների արտահանմանը, որոնք մշակվել, արտադրվել են եւ իբրև վերջնական զենք արտահանվել են Հայաստանից։ Նախարարը հավելել է, որ ընկերությունների անուններ, զինատեսակների քանակ, արժեք եւ երկրներ չի հնչեցրել, որովհետեւ նման գործարքների պարագայում պետք է լինի կոնսենսուս կողմերի միջև։ Որպես կանոն, նմանատիպ գործարքների պարագայում պիտի լինի կոնսենսուս կողմերի միջև հրապարակային հանրային այդ տվյալները ներկայացնելու։ Այս պահին այդ կոնսենսուսը չկա, այսինքն սրանով է պայմանավորված, որ որևէ պարագայում մենք մեր հայտարարություններով չենք կարող վտանգել կամ հավելյալ խնդիրներ ստեղծել ապագայի համար։ Այն գործարքները, որոնք կայացել են, դրանք տեղի են ունեցել, բայց շատ կարևոր է ապագան, որովհետև սրանք միայն առաջին քայլերն են, ինչպես ես իմ հայտարարության մեջ էի ասել, սա սկիզբ է, ընդամենը սկիզբ է մի երկար ճանապարհի։ Հայրապետյանը նաև նշել է, որ մայիսի 28-ի զորահանդեսին կցուցադրվեն Հայաստանի զինված ուժերում արդեն առկա ինչպես միջազգային գործընկերների հետ ռազմատեխնիկական գործակցության արդյունքում ձեռք բերված, այնպես էլ հայրենական արտադրության տեխնիկական միջոցներ, իսկ հունիսի 3-ից 4-ը Հայաստանում կայանալիք Ռայս ցուցահանդեսի շրջանակում կներկայացվեն պաշտպանական արդյունաբերության տարբեր լուծումներ, դրոններից ու ռադարներից մինչև կապի միջոցներ, արկեր եւ զրահապատ մեքենաներ։ Հայրապետյանի խոսքով արդեն ավելի շատ հայկական ընկերություններ ունեն արտահանման թույլտվություն, իսկ որոշները շուտով կստանան այն։ Սոնա Գիշյան, Արմեն Բոյաջյան, Free News, Ազատ լուրեր։